Պարոն Համբարձումյան, այս իշխանությունները խոսում են բանակի արդիականացման մասին, գիտեք, որ ծառայության ժամկետն է կրճատվել, դարձել է 1.5 տարի, պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը, ինչ կասեք իշխանության այսպես կոչված բարեփոխումների մասին, որոնք իրականացվում են բանակում։ Նախ կոնկրետ այդ բարեփոխման վերաբերյալ ես կարծում եմ, որ ոչ թե մեկից պետք է, եթե ուզում էին ժամկետը կրճատել, իրենք պետք է այդ կրճատումը իրականացնեին ոչ թե մեկից, այլ սկզբից պետք է ծառայությունը դառնար 10, ենթադրենք 20 ամիս, հետո եւ այդպես շարունակ, 24 ամսից պիտի դառնար 22 ամիս, հետո 1 տարի հետո կամ 2 տարի հետո 20 ամիս, հետո 18 ամիս, աստիճանաբար պետք է տեղի ունենալ այդ ընթացքը, միանգամից տեղի ունենալը հղի է մարդկոցներում եւ վաշտերում տարբեր զանազան սուր կոնֆլիկտային հարաբերություններով։ Սա մեկ։ Երկրորդը, այս մարդիկ ըստ էության ոչ մի բարեփոխում չեն կարող իրականացնել առավել եւս բանակում ապրիորի, որովհետեւ իրենք բանակի հետ ընդհանրապես առնչություն չեն ունեցել։ Վաշտը գումարտակից այս մարդիկ պատկերավոր ասած չեն տարբերում, այս մարդիկ զինված ուժերում չեն ծառայել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը խուլիգանության համար դատվել է, կիսատ է ծառայել, այս մարդիկ բանակի հետ առնչություն չունեն, եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ օգտագործելով ձեր առիթը, այս ընձեռված առիթը հիշեցնեմ ձեզ, որ այն մարդիկ, ովքեր քաղաքականություն են մշակում պաշտպանության, անվտանգության ոլորտի, ընդամենը մի քանի տարի առաջ նռերը ձեռքերը աղդամում ասում էին, որ սա իրենց հայրենիքն է, իմիջիայլոց օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել Ալեն Սիմոնյանին եւ Պապիկյան Սուրիկին, որովհետեւ իրենց հարազատ քաղաքի Ղարաբաղ ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ, չնայած որ պարտվեց Լիվերպուլին 6-0 հաշվով, եւ իրենք ասում էին աղդամը մեր հայրենիքն է, տարան սպանել տվեցին բարի բուն իմաստով հազարավոր տղաների, հիմա ամենավերջին ադրբեջանցի ազգայնականից ավելի բարձր հիմնավորում են Արցախի ադրբեջանական լինելը։ Այս պահի դրությամբ այս մարդկանց իրականացրած պաշտպանական եւ անվտանգային քաղաքականության հետևանքով հարյուրավոր մարդիկ գտնվում են այս պահի դրությամբ պատանդարության մեջ Սև լճի հարող հատվածներում, այնպես որ խոսելը բարեփոխումների մասին առնվազն ծիծաղելի է։ Պարոն Համբարձումյան, գիտենք նաեւ, որ Սուրեն Պապիկյանի որոշմամբ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարվել, չնայած իրենք ասում են, որ ընդամենը ֆորմատն է փոխվել, չի լուծարվել, ինչ կասեք, սրա նպատակը որն է եւ արդյոք սա նույնպես տեղավորվում է հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի շրջանակներում։ Տեսեք, հայ իհարկե կա նպատակ, պետության արժև դրված է նպատակ, իրենց ենթադրում եմ արևմտյան չեմ սիրում այդ բառը տերերի, կուրատորների կողմից, որպեսզի նվազեցվի Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը եւ ձեր ասած օրինակը դրա շարքում է եւ դրա շարքում ես նաեւ պիտի ավելացնեմ մեկ բան, որը կարծես թե ընդդիմադիր աշխատողների աչքից վրիպում է, արդեն 1 տարուց ավել է, ինչ ոտնահարելով հայ առաքելական եկեղեցու ավանդույթները, Հատիս լեռան վրա բարձրացվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձանը, դա կաթոլիկ աշխարհին հատուկ ավանդույթ է, մեր եկեղեցու առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն խորհուրդը մի քանի անգամ հայտարարություն է տարածել, որ դա ավանդույթների խախտում է, բայց Գագիկ Ծառուկյանը այսպես համառություն է դրսևորում եւ շարունակում է ինքն էլ իր հերթին վնաս հասցնել առաքելական եկեղեցու ավանդույթներին եւ եթե ուշադրություն դարձնեք այս թեմայի մասին ոչ ընդդիմադիր աշխատողներն են խոսում, ովքեր պաշտպանում են առաքելական եկեղեցին Փաշինյանից, ոչ էլ Փաշինյանն է խոսում, ով եւս, եթե իրեն հավատանք, եւս պաշտպանում է հայ առաքելական եկեղեցու ավանդույթները կամ ինչպես ինքն է ասում հայաստանյաց առաքելական եկեղեցու ավանդույթները։ Այսինքն մի քանի ուղղությամբ հարձակում է տեղի ունենում եկեղեցու նկատմամբ։
Պարոն Համբարձումյան, իրենք ասում են, թե ԿՊԱ-ականներն էլ տեսնում եք, որ տեսաուղերձների մեջ, հարցազրույցներում ասում են, որ իրենց պայքարը ամենևին հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դեմ չէ, այլ անձի դեմ է, նրանք մատնանշում են Վեհափառի անունը, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է հանգստի կոչվի, բայց մի կողմից մենք տեսնում ենք, որ 2019 թվականից է սկսվել հայ-առաքելական եկեղեցու դեմ արշավը, երբ իրենք կռիվ տվեցին եկեղեցու պատմություն առարկայի համար, այդպես մաս-մաս իրենք կռվում էին, որպեսզի դուրս գան հայ-առաքելական եկեղեցու դեմ։ Այս մարդկանց վերջնական նպատակը որն է, ինչ են ուզում հասնել այս քայլերով։ Տեսեք, իրենք ոչ չեն ասելու մենք պայքարում ենք առաքելական եկեղեցու դեմ։ Բնականաբար իրենք պիտի ասեն, որ պայքարում են առաքելական եկեղեցու համար եւ իրենց պայքարը առաքելական եկեղեցու տիրույթում գտնվող ինչ որ հոգեվորականների, սարկավակների, դպիրների կամ կաթողիկոսի դեմ է, անձերի դեմ է եւ ոչ թե եկեղեցու։ Մի քանի տարի առաջ էլ իրենք ասում էին, հո մենք չենք եկել Արցախը վարի տալու կամ Արցախը հանձնելու։ Մենք Արցախի համար այնքան ենք արել, որ չի արել ոչ մի նախկին իշխանություն։ Այսինքն այս մարդկանց խոսքերը բան է ուղղակի հիվանդ երևակայություն կամ շիզոֆրենիայի մեջ գտնվող մարդկանց խոսքին հավասար խոսքեր են եւ պետք չէ լուրջ վերաբերվել։ Միանշանակ իրենց պայքարը եկեղեցու դեմ է եւ իրենք եկեղեցու դեմ պայքարում են մի քանի ճակատներով։ Օրինակը բերեցի ձեզ, նաև իրենք են պայքարում, նաև այս համատեքստում ձեզ ուզում եմ հիշեցնել, ձեր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ մարդը, ով Արցախը ճանաչել է ադրբեջանական 91 թվականի փաստաթղթերով, հիմա հունվարի 27-ը ներկայացնում է որպես զոհերի հայրենիքի համար ընկած զոհերի հիշատակության օր։ Մի կողմից ինքը զոհերին ճանաչում է օֆիցիալ ճանաչում է օկուպանտ խուժան, մյուս կողմից 27-ը ներկայացնում է որպես զոհերի հիշատակության օր, սա շիզոֆրենիայի պետական մակարդակով։ Այնինչ ինքը անում է առաքելական եկեղեցու նկատմամբ, մի կողմից պաշտպանում է առաքելական եկեղեցու ավանդույթները, խոսքով գոնե փորձում է ցույց տալ, բայց մյուս կողմից այս այլանդակ հարձակումները նաև առաքելական եկեղեցու հեղինակավոր ամենամեծ հեղինակություն ունեցող arczepiskopos-ների բանտարկումը եւս այս ծիրի շրջանակներում է։ Մի քանի ամիս է, հարգելի բարեկամներ, բոլորը գիտեք, որ ապօրինի բանտարկության մեջ է գտնվում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանը, ում դեմ եւս մի տարի առաջ պայքարում էին տարբեր ճակատներով, անիծում էին տարբեր ճակատներից, հայոյում էին տարբեր ճակատներից, եւ ընդդիմադիր այսպես կոչված, եւ իշխանական։ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներ է ունենալու, ինչ ակնկալիքներ կարող են ունենալ այս հանդիպումներից, գիտենք, որ այդ հանդիպումներից առաջ ռազմագերիներ վերադարձան հայրենիք, արդյոք այս ամեն ինչը նույն դրամաբանության մեջ է, ինչ որ պայմանավորվածությունների արդյունքում է, հերթական զիջման պետք է ականատեսվել, ինչ կանխատեսումներ ունենք։ Ակնկալիք ես Փաշինյան Նիկոլից բացարձակապես չունեմ, ակնկալիք ես Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատողներից բացարձակապես չունեմ, քանի դեռ Փաշինյան Նիկոլը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում, քանի դեռ Արադ Միրզոյանն է մեր գլխավոր դիվանագետը, գործակալ Օմեգան, Հայաստանի Հանրապետությունը մշտապես գնալու է զիջումների, պարտությունների, ավիրացությունների։ Ես ակնկալիք ունեմ այն մարդկանցից, ովքեր մարդու տղա են, ովքեր կորպորատիվ էտիկետը կարող են մի պահ ստորադասել ճշմարտությանը եւ ասել վերջ լավ էլի հերիք է այս ամենը։ Սա վերաբերում է եւ կուսակցական գործիչներին, եւ լրագրողներին, եւ խմբագիրներին, եւ վերլուծաբաններին, որ հերիք է էլի, հերիք է, այսքանը արեցին նաեւ մեր միջոցով, բայց կարելի է ինչ-որ միտեղ ստոպ տալ եւ կուսակցական էտիկետը ստորադասել պետությանը, ստորադասել ճշմարտությանը։ Պարոն Համբարձումյան, տեսնում ենք, որ իշխանությունը ռեպրեսիաներ, հալածանքներ է կիրառում իրեն ընդդիմախոսների նկատմամբ։ Այս ամենը արդյոք ճարախայտյալ է անում, թե ընդհանրապես փորձում է
ցույց տալի ուժը, այսպես ասած, եւ արդյոք այս բռնաճնշումներով, այս գործիքա կազմով հնարավոր է որ Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի եւ առհասարակ ստանա ժողովրդի կրվեք 2026-ի ընտրություններին։ Ես վերջերս մի գրառում եմ արել, եթե ընտրությունների նախ պիտի ֆիքսենք մի բան, Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով երբեք ոչ մի բան չի փոխվել։ Վերջերս գրառում եմ արել, որ եթե ընտրությունների ժամանակ այսպես կոչված դաշնակ մաշնակները պիտի դառնան Նիկոլի ալտերնատիվան, Նիկոլը ընդհանրապես ընտրությունները կեղծելու բան էլ չի ունենա, անհրաժեշտություն չի ունենա եւ առանց ընտրությունները կեղծելու կվերարտադրվի։ Հարցը հետեւյալն է, արդյոք այս ժամանակահատվածում կձևավորվի ինչ որ մի ալտերնատիվ Նիկոլ Փաշինյանին, ինչ որ մի ալտերնատիվ ռեժիմին, որը կարողանա շահել ժողովրդի ճնշող մեծամասնության քվեն, սերը եւ հարգանքը։ Եթե այդ ուժը չձևավորվեց, իսկ այդ ուժը կարող է այսպես հախուռն ձևավորվի ցանկացած շաբաթի ընթացքում, ինչ է դրա համար պետք։ Դրա համար պետք է, որ սկսեն կուսակցական եւ քաղաքական գործիչները խոսեն այն հանցագործությունների մասին իրական, որոնք տեղի են ունեցել հայ ազգի հետ։ Սկսած 18 թվականի կեղծ հեղափոխությունից վերջացրած իմիջիալոց նաեւ օգտվելով առիթից դիմում եմ նոր ձևավորված մեր ձևով շարժմանը, թող իրենք էլ խոսեն այդ հանցագործություններից 18 թվականի այդ աֆյորայից վերջացրած նրանից, որ օրինակ հարգելի Անահիտ պատերազմը դավադիր դեռ չավարտված արցախցիները, հայաստանցիները որոշ իրենց հեկերը վաճառել են ադրբեջանցիներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Խնդրեմ այս հանցագործությունների մասին մենք խոսում են, թող իրենք էլ ավելի շատ ռեսուրսներ ունեն այս հանցագործությունների մասին խոսեն եւ իրենք դառնան այն ուժը, որը կարողանա Հայաստանի Հանրապետությունում գեներացնել ինչ-որ փոփոխություններ։ Իսկ ինչպիսի քաղաքական գարուն է սպասվում Հայաստանում։ Թեժ կլինի այս գարունը։ Ստով, կեղծիքներով, մանիպուլյացիաներով համեմված գարուն է սպասվում։ Գարուն համար թեժ կլինի, թե չի լինի, կախված է, դե գիտեք, ամեն անգամ ասում են գարունը թեժ է լինելու, ամառը թեժ է լինելու, աշունը թեժ է լինելու։ Հաշվի առնենք ընտրությունները դիմացը, երևս դրանով կայք։ Ու քանի որ հարգելի Անահիտ, քանի որ դաշտը հիմնականում գտնվում է իշխանության ազդեցության տակ, տեղի է ունենում մանիպուլյացիաներ, իրանք իրար փորձում են բաժանվել են տարբեր խմբերի, փորձում են ցույց տալ, որ իրանք իրար ընդդիմություն են, իրանք իրար հետ չունեն, բնականաբար սпасել ինչ-որ մի թեժություն ուղղակի աբսուրդ է։ Եթե ձևավորվի ինչ-որ կամ ձևավորված ուժերի մեջ տեղի ունենա մետամորֆոզ, հնարավոր է, որ այո Հայաստանի Հանրապետությունում թեժ լինի եւ վերջապես ժողովուրդը այս ատելի ռեժիմից ազատվի։ Ռեժիմ ասելով ես նկատի չունեմ միայն Նիկոլ Փաշինյանին, ռեժիմ ասելով նկատի ունեմ նաեւ այն մարդկանց, ովքեր այս տահակին բերել են իշխանության եւ մինչեւ հիմա պահում են։ Փաշինյան Նիկոլը իր բոլոր հայտարարությունները, իր բոլոր պայմանավորվածությունները ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության անունից։ Եվ չի եղել մի բան, մի հանցագործություն, որը ինքը արել է եւ չի լեգիտիմացվել Հայաստանի Հանրապետության պարլամենտի կողմից, ընդհանրապես եւ ընդդիմադիրների կողմից մասնավորապես։